Եթե փորձեմ հակիրճ պատասխանել հարցին, ապա այս հուշագիրը վերաբերում է համատեղ պայքարին մեր երկրի պետականության համար, որովհետև ինչպես մենք գիտենք, այս պահին մեր պետականությունը իսկապես շատ խոցելի վիճակում է գտնվում։ Ես ուզում եմ կարևորել համահայկական հասարակական դաշինքի առաքելությունը, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր հասկանում են, որ կարևոր խնդիրների լուծման համար նախ անհրաժեշտ է այդ խնդիրներին մոտենալ խորը վերլուծական մոտեցմամբ, այսինքն չտրվել այսօրվա պոպուլիզմի այս արատավոր երևույթներին, գտնել խնդիրների կատարել խնդիրների խորքային վերլուծություն եւ գտնել այդ խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը։ Անհամեստություն չլինի, բայց այլընտրանքային նախագծեր խումբը հայկական օրակարգ ծրագրի շրջանակներում բազմիցս հյուրընկալել է այս դաշինքի ներկայացուցիչներին եւ մեր քննարկումների ընթացքում նրանց միջոցով տրվել է տարբեր խնդիրների վերլուծությունները, գնահատականները, ինչպես նաև առաջարկներ այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Շուրջ 2 տարի այդ առաջարկները ի վերջո իմի են բերվել եւ նաև հետագայում սրանց շատ համահունչ է եղել առաջարկ Հայաստանին ծրագիրը, որտեղ որ ներառվել են նաև այդ վերլուծությունները եւ նաեւ առաջարկները։ Ես կարծում եմ այս հուշագիրը իսկապես կարեւոր է, որովհետեւ մտածող մարդիկ կարող են ներդնել իրենց ջանքերը, համատեղ ջանքերը մեր երկրի ապագայի համար։ Ես